Սիրելի հայրենակիցներ, շաբաթ օրվա հուժկու մեծ էներգիայով, բազմամարդ, երիտասարդական կազմով, գաղափարական հստակ շեշտադրումներով հանրահավաքը, որտեղ հնչեց նաև Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ուղերձը, պարզ էր, որ մեզ մոտ ոգևորություն, իսկ փոքրիկ դավաճանական խմբակի մոտ սարսափ է առաջացնելու։ Եվ այդ սարսափի դրսևորումները եղան ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ քաղաքական թիմի ներկայացուցիչներ հանդիսացող երիտասարդ կանանց նկատմամբ ապօրինի գործողություններով, որոնք բարեբախտաբար գիշերը դատարանում ունեցան քիչ թե շատ դրական հանգուցալուծում գոնե այն իմաստով, որ ինչպես Գոհարը, այնպես էլ Վերջինեն ազատ արձակվեցին դատարանի նիստերի դահլիճից։ Բայց սա չի զսպելու այս հանցախմբին իրենց հետագա ապօրինի գործողություններում։ Նրանք գիտակցում են, որ այլևս պարտվել են մեր ժողովրդին եւ պետք է հեռանան, բայց հեռանալուն էլ ձև գոյություն ունի, հեռանալու քաղաքակիրթ տարբերակներն էլ գոյություն ունի։ Վիկտոր Օրբանն էլ հեռացավ 16 տարվա պաշտոնավարումից հետո, բայց իր հետ գոնե վերջին ավիրացությունները չարեց, ուղղակի լուր շնորհավորեց մրցակցին, ընտրություններում հաղթանակ տարած ու հեռացավ։ Այդպես պետքա լինի նաև փոքրիկ թշնամական դավաճանախմբի պայմաններում։ Եվ այդ գործընթացի մի բաղկացուցիչ մասն է այդ ապօրինությունների, նրա հանգիստ չհեռանալու առայժմ ագրեսիվության դրսևորումներից մեկն էլ այսօր տեղի է ունենալու Երևանում հակակոռուպցիոն դատարանում Թբիլիսյան խճուղի հասցեում, որովհետև կեսօրին ժամը 12-ից մեկնարկելու է ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի դատաքննությունը։ Սկսվում է դատաքննությունը, որտեղ առաջին հերթին քննարկվելու է խափանման միջոցի հարցը։ Ես հիմա շտապում եմ դատարան իմ զորակցությունը հայտնելու ոչ միայն Սամվել Կարապետյանին, այլև ազատ խոսքին, այլև հայրենասիրությանը, այլև ազատությանը, այլև այն փոփոխություններին, որ իր հետ բերելու է Սամվել Կարապետյանը։ Այդ փոփոխությունների առաջին արարը պետք է լինի այն, որ մենք փոփոխենք վարչապետին թույլ, անգործունյա, վնասակար, աղետաբեր, կործանարար վարչապետին փոխարինի ուժեղ, ստեղծարար, բարիքաբեր, բարերար, հայրենասեր վարչապետ, իսկ նա էլ իր հերթին կբերի նոր փոփոխություններ մեր անվտանգության համակարգում, մեր տնտեսական համակարգում, մեր հանրային կյանքի տարբեր ոլորտներում։ Փոփոխությունների մեկնարկը տրված է, այն մենք հաղթահարում ենք մեծ դժվարություններով, բայց մենք այդ դժվարությունները կարողանում ենք հաղթահարել եւ ունենալու ենք ձեռքբերումներ։ Ես հիմա շտապում եմ դատարան, որտեղ ժամը 12-ին կարծում եմ, որ հավաքված կլինեն մեծ թվով մարդիկ։ Լավ եղեք։